Փաշինյանը ասում է, որ եթե քաղաքացին աղքատա, դա իր խնդիրն է։ Ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք։ Կառավարությունը էլ դարձ չունի, ճիշտ է ասում։ Շատ սխալ ասում։ Բա պիտի աշխատելու տեղ լինի, որ մարդիկ գնան աշխատեն, գումար վաստակեն, իրանց ծախսերը հոգան։ Իհարկե, որ մեղավոր է ինքը։ Հաջուզ ասում, որովհետև իրենք խելքապակ ասա, դրա համար ասում։ Եթե ինքը լավ ղեկավար է, գյուղացու կմտածի, ցավը տանեմ, այս գյուղը սամանամերձ գյուղ է, սամանամերձ գյուղ է։ Քանի տարի է ինքը նիմտած պրինցիպանը վարչապետ։ Կարաս ասես, մեկ եք ճանաչում իրեն։ Բայց գյուղի հոգսով է քշելու։ Ես եմ քշելու, հետո մի չես արկավեր, օրեց ինձ ասում եք չվարկի։ Ոչ, իսկ գյուղացին դարձ չունի, հելա թո այդ նույն կառավարությունը, թո գա շատ չեմ ասում, մի շաբաթ, տես, ես մի շաբաթ եմ ասում, թո մի շաբաթ գա գյուղացունը հետ տանջվի, գյուղացին վարում էլա, ցանում էլա, հոտել է բերում, անասուն էլ է պահում, չէ որ ինքը ասում է բանը կաթը, դա կեղտոտ է, բայց եթե կեղտոտ է, ես իր հետ համամիտ եմ, ինչի գյուղացուն վիրավորում է, ինչի։ Իր կաթի փոշին բերում է, գյուղացուն էլ խեղճացնում է, հետո ասում է իր խելքից է, իր խելքից չէ, ղեկավարի խելքից է։ Գիտեք ինչ, մի ընտանիքում եթե 5-6 հատ երեխա ալնում, բայց 5-6-ն էլ աշխատում են, բայց ամսվա վերջին իրանց կարասի մեջ փող չունենում, դա լրիվ ընտանիքի հորից է կախված։ Դե մեծը պիտի ամեն ինչ իրանից է կախված։ Իրանից, լրիվ ղեկավարից է կախված։ Ճիշտ ասում, այնքան են աղքատ, որ այդ հիմարին պերեն տեղշանակից։ Լավ են չալոյին դինեին, այն ժամանակ չալոյին դինեին ավելի հարմար գնել չեմ իր։ Սխալ ասում։ Ղեկավարն է մեղավոր քաղաքացի որ աղքատ է։ Եթե ինքը ղեկավար է, ինքն է մեղավոր։ Ինչի։ Ինչի։ Որտեղ իրան տիկնապային 1 միլիոն ատամ բանվորին 10 դրամ։ Դες աղքատ չի բանվորում։ Ասենք 10 դրամ թոշակա վիճավոր ինչ։ Բայց ընտրեն վաշմինի։ Չէ, սուտ ասում, մի աշխատատեղ ստեղծի, ժողովուրդը աշխատեն, իրանց հոգսերը ժողովուրդը քաշեն։ Հա, ճիշտ ասում։ Մի կտոր փողա տուալես է մի տոնակ սարքալ, փողն էլ բրծալա։ Թո Փաշինյանը կա հետի դեմեկը փող ավելացրի։ Չէ, ոչ չունի կառավարությունը, հենց հիմնականում կառավարությունը պետք է մտածի ժողովրդի համար, որ ժողովուրդը գոնե կարան գոյատևին։ Ինչ որ մի յուղատնտեսի խոսքի համայն գյուղերում ինչ որ մի աշխատատեղ բացեն կամ մի բան անեն, բայց հիմա խոսքի նոր բես է մեր համայնքում, ինչ կա որ մի աշխատատեղ չկա, մի բան չկա, ժողովուրդը այնքան որ գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Արդար է, որ նախարարները 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ սորչակները 10,000-ով բարձրացնում։ Անաֆայվում է ինչ անում։ Նախարարները առիթից օգտված քամում են, Հայաստանը քամում են։ Իր թուլությունից առիթից ելնելու։ Չէ։ Շաղարդա։ Ես ինչ եմ անում ինձ տամես 10 միլիոն։ Ինձ իրայմ կան ոչ բան։ Ռադս ինչ է, 10, բայց չոր են բան որ սատկում աս չերցիլեք կոպեկեչ տամ։ Չէ, սխալ է, դա ճիշտ չի, բայց ամեն դեպքում ով էլ ուզում է լինի այս ընտրությունների գալիք ընտրությունների արդիվ, ով ինչ ղեկավարել լինի, հիմնականում պետք է գոնե մի պա այս սահմանամարզ գյուղերի հետևեն էլի, երբ ճանապարհներ, ճիշտ է մեր սարի ճանապարհները սարքել են, ճանապարհների վերաբերյալ լինի, գյուղատնտեսությունը զարգանա, անտոկոս վարկեր տան, ես ինչ իմանամ, 1000 ու մի բաներ կա էլի։ Ոչ, ինչի, որտեղ նրանք նստած են, բայց թոշակառուները սղկյանք աշխատել են դժվարությամբ, աշխատել են իր բերանից կտրելով աշխատել են։ Ինչի նրանք մի հատ գրիչ են վերցրել, մենք էլ ոչ։ Թո մեզ 10-ը չավելացնեն, թո 20 ավելացնեն։ Արդար չի, ընդ թոշակառուներին է պիտի բարձրացնի։ Ինչու։ Որ մարդիկ մեծահասակներ են կարան իրանց հոգանել, իրանց ծախսերը։ Բա ո՞նց է արդար, 7 միլիոն 10,000 դրամը 7 միլիոնի կողքին արդար է։ Չէ, էդ էլ անարդար։ Դե ժողովուրդը այնքան ջան չի խնայում, գործանում, ստեղ ընդեղ վեր մի բան հայթայթի ինքներ նստած տեղը պարգևատրում անարանց։
Հիշում եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ եւ ոչ միայն։ Արդյոք հայ տղամարդուն հարիր է կնոջ հետ այդպես խոսելը։ Չէ, չի կարելի։ Եթե դու ղեկավար ես, իրավունք ունես։ Ոզմա հայնի ուզում ինչ ազգոզմանի։ Չի կարելի։ Իրավունք ունի։ Ընդհանրապես ճիշտ ասեք չեմ տեսել ես, դե որ տենց լսում եմ, հա, ճիշտ է, մենակ ձեզանից չէ։ Ուրիշ ցել եմ լսել, բայց եթե ազգությամբ հայ ես հնդան հետ խոսալ այդ ձևի չի փառում, էլի անկախ նրանից ով ուզում ալնի։ Դե մինուտ կինա, ես մեկս էցի կնգանը պիտի հարգես, երեխա ունենա, մայր դառնա։ 5 տարուց հետո մեզ երեխա չունելու առաջի դասարանքին ացու։ Ոչ։ Ինչու։ Որտեղ շատ վատակնոջ հանդեպ այդպիսի վերաբերմունք ցույց տան։ Ոչ մի բանի չեր նայի։ Միտես մի բան կվերցներ։ Գլխին տարած երեսա կուերնանից են։ Բնոց ես բան չեն ասում։ Դու դատմատատ ելակ գիտա վերյան ասացրալա։ Չի կարելի։ Կինը որպես կին, չի կարելի պետք է կնոջը հարգել։ Ընդհանրապես կնոջի հետ իրավունք չունես, որ կոպիտ խոսես։ Մարդ եթե իր խոսքին արժեք չունի, ընդ համար նշանակություն չունի, նա բերանա թե հետե։ Իմացար եթե ընդեղից դուս եկած խոսքին արժեք չունի, ինձ համար նշանակություն չունի, նա ստեղից չխոսում, ընդեղից է խոսում։ Դեմը կին էր կանգնած, ինքը պիտի ավելի գրագետ խոսար, ավելի հաճելի խոսար, որպես ղեկավար։ Ես այդ ձև եմ կարծում, որպես ղեկավար։ Հայ կնոջ հետ ընդհանրապես ոչ մեկը չպիտի վատ խոսի, նորմալ պետք է խոսի, ես այդքանը գիտեմ։ Ընդհանրապես հարց չի, նամանավանդ հայ տղամարդուն, զայրույթով կամ բարկությամբ կամ վիրավորական ինչ-որ արտահայտություններով կնոջ հետ խոսելը։ Ինչ եք կարծում, ես ինչպիսի ղեկավար է պետք։ Միարգե ժողովրդի խոսքով ապրող։ Ուժեղ եւ ազգայնական, գլխավոր ազգայնական։ Ղեկավարը պիտի նորմալ լինի, ղեկավարը պիտի հարգանքին լինի, ղեկավարը պիտի ժողովրդի հանդեպ սերով լինի։ Նորմալ է։ Դե ցաներ պայմաններում թոբո ինգեզ լավ է, ոչ։ Ղեկավարը պետք է նորմալ ղեկավար լինի, որ կարա իր խոստումը կատարի եւ իր երկիրը նորմալ պահի։ Եթե խաբել վար ժողովրդին չանելու, ճիշտ է ինքնի, որ вообще չլինի։ Բարձրագույնները ծրի լինի, 4 երեխա ունեք սաղին վարձեք տամ համալսարանում սովորելիս։ Դե եք ապրի գյուղումը, կարում ես ապրես, ավտանը։ Մենք ուզում ենք լավ ղեկավար լինի։ Որ հասկանա, ասենք, իրողությունը որն է, որ գյուղացուն ասենք տեղտա գյուղացին էլ ապրի։ Մեզ պետք է 3 հիմնական գործոն ունեցող ղեկավար, գիտակից, աշխատասեր ու արդար։ Մեզ պետք է ամուր, ուժեղ ղեկավար, որպեսզի կարողանա մեր տնտեսությունը, մեր անվտանգությունը, այդ ամեն ինչը երաշխավորի ու բարելավի մեր կյանքը։